1920-ից 70-ականներին ստեղծագործած 50 արվեստագետի 100-ից ավելի գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի 3 ցուցասրահում, բացվել է մոդեռնիզմի հոսքեր խորագրով ցուցահանդեսը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ազգային պատկերասրահն առաջին անգամ է նման ծավալով անդրադառնում 20-րդ դարի կեսերին խորհրդահայ և սփյուռքի արվեստների միջև ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերին։ Ցուցադրությունն ամբողջությամբ հիմնված է պատկերասրահի հավաքածուի վրա։ Հնարավորություն է ընձեռվում նաև մեր արվեստասերներին տեսնել արտերկրում եղած մեր արվեստագետների ստեղծագործությունները, բոլոր այն ուղղությունները, որոնց որ նրանք հարել են, եւ այն նորարարությունները, որոնք որ նրանք ներմուծել են սովետական Հայաստան եւ բնականաբար ազդել նաև տեղական արվեստի վրա։ Սառը պատերազմի գաղափարական եւ քաղաքական սահմանափակումներին հակառակ ցուցահանդեսը հստակ ցույց է տալիս խորհրդային Հայաստան սփյուռք արվեստային փոխառնչությունները, որոնց շնորհիվ մեր երկիր են ներթափանցել մոդեռնիզմի տարբեր հոսանքներ։ Սա դեռ սկիզբն է, այն պետք է ստանա նաև պարբերական բնույթ նմանատիպ միջոցառումների եւ ցուցահանդեսների եւ մենք անհատապես կմոտենանք յուրաքանչյուր արվեստագետին այսուհետև, որովհետև արվեստագետներ, որոնց որ մենք ներկայացնում ենք, իրականում նրանցից մի քանիսն են շատ ավելի հայտնի եւ ճանաչելի մեզանում, նրանցից շատերը ավելի շատ հայտնի են դրսում արտերկրում, քան մեզ մոտ Հայաստանում, եւ այդ թաքնված տաղանդներին պետք է բացահայտել ու ցույց տալ։ Ցուցահանդեսին ներկայացված են Երվանդ Քոչարի, Գարզուի, Հակոբ Գյուրջյանի, Հովհաննես Ալխազյանի, Վահան Ամատունու, Հակոբ Հակոբյանի, Հովսեփ Էգոյանի, Հարություն եւ Արմինե Կալենցների եւ այլոց աշխատանքները։ Յուրաքանչյուր սրահ անպայման ունի նաև կին արվեստագետներ, անդրադառնում ենք նաև կին արվեստագետներին եւ կարծում եմ սա էլ շատ հետաքրքիր էսպես էլի փորձառություն է այս ոլորտում եւ կարծում եմ նաև այն, որ այս հեղինակներին ժամանակագրորեն, հա, այսպես հետաքրքիր ձևով բաժանելով եւ ներկայացնելով ցույց ենք տալիս այն մոդեռնիստական հոսքերի, այսպես ներխուժումը Հայաստան, ներմուծումը Հայաստան, որը կբերի դրական ու հետաքրքիր շարժի ու կտարբերի սովետահայ արվեստ սովետական մյուս երկրների արվեստից։ Բադալյանի խոսքով 20-րդ դարի սփյուռքահայ արվեստագետները հայ մշակույթի համեմունքն էին եւ նաեւ հենց նրանց շնորհիվ խորհրդային Հայաստանը մշտապես առանձնացել է մյուս հանրապետություններից։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։